Ապրիլի 30-ին Նոր-Նորքի համայնքապետը ուղիղ եթերում լրատվամիջոցների առկայությամբ բառի բուն իմաստով տասնյակից ավել մարդով հարձակվելով ծեծի է ենթարկել բլոգեր Արտուր Չախոյանին եւ ինչից հետո այս դեպքը տեղի ունեցել, երբ բլոգերը եւ ընդդիմադիր ավականու անդամը բացահայտել են ըստ էության կոռուպցիոն սխեմա, որով Լիլիան ԱրմսՊՀ-ն, որի տնօրենը Նարեկ Պողոսյանն է, որը քաղաքացիական պայմանագրի ցանկով ավականու անդամ է, ստանում է քաղաքապետարանից մեկ անձի գնումներով միլիոնավոր դրամների բազմաթիվ պայմանագրեր ու այդ պայմանագրերից մեկով 300 միլիոն դրամի նախագծային արժեքով մանկապարտեզ պիտի կառուցեր Նոր-Նորքում, որը պիտի շահագործման հանձնված լիներ 2024-ի սեպտեմբերին, բայց մարդիկ գնացել են բացահայտել են 2025-ի ապրիլին, որ այդ մանկապարտեզը շատ հեռու է շահագործման հանձնելու վիճակի լինելուց։ Ու ինչա սրան հաջորդել է հայհոյանքը թաղապետի, հաջորդել է ակցիան եւ ծեծը, որը բոլորս տեսել ենք։ Հիմա ես ուզում եմ իմանալ, քանի որ ձեր կոալիցիոն գործընկերը արդեն իսկ այդ դրվագը անվանել է ինքնիշխանության համար մարտեր, ինքնիշխանության համար, ասում է ծեծել են ինքնիշխանությունը պահելու համար Հայաստանի Հանրապետության։ Ես հիմա ուզում եմ այս երկու դրվագով կոռուպցիայի դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանի եւ բռնությանը դեմ եղող Նիկոլ Փաշինյանի կարծիքը իմանալ։ Ձեր համար կարծես թե նորմալ է, որ այս վիճակն է, ձեր թիմին պատկանող մարդուն է հանձնվում մեկ անձից գնումներով միլիոնավոր դրամների պայմանագրեր, տասնյակ ու հարյուրավոր միլիոնավոր դրամների եւ երկրորդը դուք եք կարծում, որ ընդունելի է ծեծը, այսինքն ծեծել են Հայաստանի ինքնիշխանության համար բլոգերին, ով բացահայտել է կոռուպցիոն սխեման։ Հարցին կպատասխանի Հայաստանի Հանրապետության վարչապետը։ Շնորհակալ եմ Տիկին Վարդանյան հարցի համար, նախ մի ընդհանուր ֆոնային բան ասեմ, որպեսզի իմ հետագա պատասխանը տարընթերցումների տեղիք չտա։ Առաջինը ես կարծում եմ, որ մենք որևէ ամբիոնից որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտելու իրավունք չունենք։ Ես նկատի ունեմ, քանի որ դուք նշեցիք դրվագ, որը ես այդքան էլ չգիտեմ, մանրամասն վկայակոչելով կոռուպցիոն սխեմա եւ այլն, բայց ուզում եմ ասել հետեւյալը, որ կոռուպցիոն սխեմայի դուք նշեցիք մեր թիմից, ես կարող եմ ասել, որ կոռուպցիոն սխեմայի մեջ ներգրավված որևէ մարդ չի կարող լինել մեր թիմից։ Եթե նույնիսկ այսօր մեր թիմից է եւ հանկարծ պարզվի, որ ինքը կոռուպցիոն սխեմայի մեջ ներգրավված չի, այդ պահից ինքը կդադարի ներգրավված է, ներգրավված, եթե պարզվի, որ ներգրավված չէ, ինչ էի ասում, որ բոլորը, եթե պարզվի, որ կոռուպցիոն սխեմաների մեջ ներգրավված չէ, ինքը ինչպես եղել, այնպես էլ կշարունակի մնալ մեր թիմից, իսկ եթե պարզվի, որ կոռուպցիոն սխեմայի մեջ ներգրավված է, ինքը չի կարող լինել մեր թիմից։ Այսինքն հիմա դուք ինչ եք նկարագրում եք մի սխեմա, որով որևէ մեկը կարող է յուրացնել պետական բյուջեի որևէ գումար, այդպիսի մարդը չի կարող իմ եւ մեր քաղաքական թիմից լինել, չի կարող ուղղակի։ Բացառվում է, որ այդպիսի մարդը լինի մեր քաղաքական թիմից, բայց ես էլի ասում եմ, ես սա չեմ ասում անձի մասին կոնկրետ, որովհետեւ ի վերջո կա ես չգիտեմ հանգամանքները, անկեղծ եմ ասում, բայց սա որպես սկզբունք, եկեք սա արձանագրենք, ինչ դեպք էլ վկայակոչեք, սա իմ ունիվերսալ պատասխանն է մնացած բոլոր դեպքերի մասին։ Երկրորդը բռնությունը, որևէ բռնություն չի կարող ընդունելի լինել ինձ համար եւ մեզ համար, որովհետեւ դա նաեւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության հիմնարար փաստաթղթի եւ մեր գաղափարաբանության եւ գաղափարախոսության մաս է եւ ես ուզում եմ սա հստակ արձանագրեմ, որ այս մասով էլ տարընթերցումներ չլինեն։ Մեզ համար կարող է լինել, էլի եմ ասում, որպեսզի էլի տարընթերցումներ չլինեն, օրենքով սահմանված դեպքեր կան եւ գուցե նաեւ դեպքեր կան ինքնապաշտպանության եւ այլն, օրենքով սահմանված ուժի կիրառման դեպքեր կան, այս դեպքերը ես նկատի չունենալով ասում եմ, որ ընդհանուր առմամբ բռնությունը մեզ համար անընդունելի է եւ մենք կարծես շատ հստակ ենք այս հարցում եւ նման հարցերում։